Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, մի համաճարակի մասին, որ կարող է հեշտությամբ սողոսկել հավատացյալի կյանքը եւ ի վերջո նրան զրկել երկնքի արքայությունից։ Եվ այդ համաճարակի անունը կեղծավորություն է։ Մի խոսք կար, որ կարդացի, որտեղից ծնվեց այս պատգամը, եւ միանգամից ոնց որ Աստված պատգամի վերնագիրը տվեց, որը կոչում եմ կեղծավորության գագաթնակետը։ Ինչու՞։ Միասին կարդանք Հովհաննես ավետարան 18-րդ գլուխ 28-րդ խոսքը։ Սա այն պատմությունն է, երբ որ Հիսուսին տարել են քահանայապետի մոտ, քննեցին Հիսուսին, իբր թե հաստատեցին նրա մեղավորությունը եւ որոշեցին նրան տանել եւ հանձնել Պիղատոսին, որպեսզի սպանվի։ Եվ ինչ է գրված, եւ Կայափայի մոտից Հիսուսին տարան պալատը, եւ առավոտ էր, եւ իրենք չմտան պալատի մեջ, որ չպղծվեն, այլ որ զատիկը ուտեն։ Լինում է, որ Աստվածաշունչը կարդում եք, բգել վեր եք թռնում։ Այդ նույն բանը ինձ հետ կատարվեց։ Ասում եմ, այդ ժամանակավա հավատացյալներն էին։ Ուրեմն զարմանալի է, տանում են սուրբ եւ արդար մեկին, մատնելու սպանվելու, սա հեչ, բայց որ պետքա մտնեն պալատը, դե կպղծվեն, որ մտնեն պալատը, հաջորդ օրը զատիկն էր, սա մեջ։ Իրականում այստեղ հակասական բան է կատարվում։ Կեղծավորությունը, տեսեք, հավատացյալին դարձնում է կրոնավոր։ Եվ հետևանքը լինում է նա, որ նրա խղճմտանքը այլևս չի աշխատում։ Մտածում եք, եթե այս մարդկանց խղճմտանքը աշխատեր, իրենք կարող էին կարևոր բաները փոխարինել անկարևորի հետ։ Իհարկե ոչ։ Եվ հավատացյալը սկսում է ավելի կենտրոնանալ երևույթի վրա եւ մոռանում է աստվածապաշտության կարևոր բաները։ Ուրեմն մարդուն մատնել դատաստանի, սպանվելու, սա փոքրագույն բան է երևում, բայց մեծ բան է, որ ոտքներս չդնենք այդտեղ, որ չպղծվենք, որ զատիկ ուտենք։ Կարելի է, չէ՞, անվանել կեղծավորության գագաթնակետը։ Ուր կարելի է մարդը հասնի, որ նմանատիպ քայլի գնա։ Եվ այստեղ Հիսուսի այն խոսքն է կատարվում Մատթեոս 23:23։ Վայ ձեզ դպիրներ, փարիսեցիներ, կեղծավորներ, որ անանուխի եւ սամիթի եւ չամանի 10-րդը տալիս եք եւ թողում եք օրենքի ծանր բաներ, այսինքն կարևորագույն բաները, դատաստանը եւ ողորմությունը եւ հավատքը։ Սա պետք է անել եւ այն չթողել։ Այստեղ հիմնական միտքը սա է։ Ասում է դուք թողել եք կարևորագույն արժեքները եւ աստվածապաշտություն եք խաղում։ Դուք խաղում եք։ Այսինքն կիսով չափ աստվածապաշտությունը մեր Տերը որակում է որպես կեղծավորություն։ Երբ որ մարդը իր ուզած բաներն է ընտրում անելու, այն ինչ որ իր համար հաճելի եւ կարեւոր, եւ թողնում է մնացածը, եւ այստեղ տեսնում ենք, որ ոչ թե կարևոր բաներն էին անում, կարևորը թողել էին, երկրորդական բաներն էին անում, կարելի ասել։ Տերն այստեղ 3 կարևոր բան է շեշտադրում, որոնք բացակայում էր տվյալ ժամանակվա հավատացյալների կյանքում։ Բայց եկեք մենք էլ քննենք այսօր։ Արդյոք ուղիղ դատաստան ենք անում հարաբերությունների մեջ։ Թե դադարել ենք մեր մեղավորությունը տեսնել եւ սկսել ենք ինքներս մեզ արդարացնել։ Սրա մասին էր խոսում, ասում էր դուք թողել եք դատաստանը։ Թարգմանություն կա, որ ասում է թողել եք արդարությամբ վարվելը։ Դուք արդար չեք վարվում մարդկանց հետ։ Եվ հավատացեք, այսօր այս հարցը մեզ էլ է ուղղված։ Մենք արդյոք հարաբերությունների մեջ ճիշտ դատաստան ենք անում։ Թե մենք միշտ արդար ենք։
Եվ արդյոք ողորմած ենք նրանց հանդեպ, ովքեր մեզ նեղացրել են, թե խստացրել ենք մեր սրտերը։ Ողորմությամբ վարվելը կյանքի բոլոր պարագաների մեջ դա աստվածահաճո գործ է։ Ողորմած լինելը դա քրիստոսանմանություն է։ Եվ ընդհանրապես ողորմությունը դրսևորված է մեր բնավորության մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ի վերջո հավատքի մեջ ենք, թե եկեղեցում ենք, բայց միևնույն ժամանակ անհավատության մեջ։ Գիտենք, որ Աստվածաշունչն ասում է քննեցեք ձեզ, արդյոք հավատքի մեջ եք, թե ոչ։ Ես չեմ ասում, որ դու կասկածես, որ դու հավատքի մեջ ես, թե չէ։ Դուք բոլորդ հավատքի մեջ եք, բայց մենք քննելու կարիք ունենք հաճախակի մեր կյանքերը։ Մեր գործերը վկայում են, մենք հավատքի մեջ ենք, թե ոչ։ Հավատացեք, ոչ մի հատուկ ապացույց պետք չի։ Մեր գործերը կվկայեն դրա մասին։ Որովհետև եթե հավատում ենք, որ մի օր կանգնելու ենք ամենագետի առաջ հաշիվ տալու, կարծում եմ պետք է հիմա մեր անձերը քննենք։ Ինչի եմ հատուկ ընտրել ամենագետի առաջ, որտև նա ամեն բան գիտի։ Նա ամեն բան գիտի, նա ամեն բան տեսնում է։ Եվ եթե մենք հավատում ենք, որ մի օր կանգնելու ենք նրա առաջ հաշիվ տալու, մենք մեր հարաբերությունների մեջ էլ արդարացի կլինենք, ճիշտ դատաստան կանենք։ Մենք ողորմածել կլինենք մարդկանց հետ եւ կմնանք հավատքի մեջ, աստվածային արժեքների մեջ։ Ուրեմն, քանի որ ինչ որ հավատքից չի, մեղք է։ Ուրեմն սիրելիներ, կարևոր է, որ այսօր մենք քննենք այս ոլորտները մեր կյանքի մեջ, արդյոք այս խոսքը մեր կյանքում կատարվում է, թե կարևորագույն բաները մի կողմ դրած մենք էլ աստվածապաշտություն ենք խաղում։ Կեղծավորությունը մի բան է, որ հեշտությամբ կարող է սողոսկել մեր կյանքի մեջ, եթե արթուն չլինենք։ Կեղծավորության նշաններից են, երբ մարդը կարող է եկեղեցում կանգնել, ձեռքերը բարձրացնել, երկրպագել, աղոթել, զոհաբերել, անգամ ծառայել, բայց միևնույն ժամանակ մարդկանց հետ հարաբերությունների մեջ ճիշտ դատավճիռ չանել, ողորմած չլինել, չսիրել մարդկանց։ Մի հատ հարց տամ չպատասխանենք։ Բայց մեզ պատասխանենք ու ճիշտ պատասխանենք։ Կա մարդ, որ չես սիրում։ Եվ տեսեք այս նույն խոսքը ոնց կարող է կատարվել մեր կյանքի մեջ։ Առաջի Հովհաննես 3:15-ում ինչ է ասում։ Ասում է ամեն ով որ իր եղբորը ատում է, մարդասպան է։ Եվ գիտենք, որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի հաստատված իրենում։ Ես երբ որ խոսքի վրա մտածում եմ, ասում եմ, լավ, այս դեպքը ինչքանով է առնչվում մեր հետ։ Այս մարդիկ էլ մարդասպան էին, բայց միևնույն ժամանակ աստվածապաշտության մեջ էին։ Միևնույն ժամանակ իրենց համար պաշտամունք գնալը կարևոր էր, տոնակատարությունները նշելը կարևոր էր, տասանորդ տալը կարևոր էր, զոհաբերություն անելը կարևոր էր։ Բայց մարդուն սիրելու, ընկերոջը սիրելու կարևորագույն պատվիրանը դուրս էր մնացել։ Հավատացեք, այսօր էլ մենք կարիք ունենք քննելու, որովհետև Սուրբ Գիրքը շատ խիստ եւ հստակ է ասում։ Եթե ասում է մեկը իր եղբորը ատում է, մարդասպանության հավասար է։ Կեղծավորությունը մարդուն տանում է ինքնահավանության, եսակենտրոնության մեջ, եւ մարդը սկսում է կենտրոնանալ երևույթի վրա, ոչ թե ներսի վրա։ Մեջբերումներ անեմ Մատթեոս 23-ից դուք կարդաք, ես կարդացել եմ։ Հավատում եմ դուք էլ։ Եվ Հիսուսը ինչպիսի նկարագրություն է տալիս կեղծավորներին, ասում է կեղծավորները այսպես են վարվում, ասում են, չեն անում։ Ուրեմն արդյոք այսօր մեր խոսքերը համապատասխանում են մեր գործերին, թե ոչ։ Ըստ վերջում Պողոս Առաքյալի այն խոսքի վրա եմ շատ մտածում, որ ասում է ես իմ անձը ճնշում եմ եւ նվաճում, որպեսզի չլինի թե ուրիշներին սովորեցնելով ես անպիտան գտնվեմ։
Ուրեմն եթե մենք խոսում ենք, բայց չենք անում, Սուրբ Գիրքը դա որակարավորում է որպես կեղծավորություն։ Եվ հաջորդ բանը, որ ասում է իրենց բոլոր գործերը անում են մարդկանց երևալու համար։ Լսել եք, որ մարդը եկեղեցում ինչ-որ բան անում է կամ ընդհանրապես մեկն ինչ-որ մեկի մոտ գնում կիսում է, ինձ չնկատեցին, ինձ չգնահատեցին, ինձ բարև չտվեցին։ Ես մտածում եի, որ միգուցե սրա արմատը հենց կեղծավորության մեջ է կայանում։ Երբ որ մարդը ամեն բան անում է երևալու համար եւ մեկ էլ չի երևում, ասում է, բա ինչի չի երևացի, ինձ չնկատեցին։ Ուրեմն սիրելիներ, մեր աստվածապաշտությունը բացառապես ամենաառաջինը պետք է Աստծո առաջ լինի։ Ինչ որ անում ես, որտեղ այստեղ Տերը ինքն է։ Այստեղ Տերը ինքն է։ Եվ երբ որ դու ապրում ես նրա առաջ, այլևս քեզ չի հետաքրքրի, թե մարդիկ ինչ տեսան։ Որտեղ եթե դու նրա առաջ ապրում ես, մարդիկ դա կտեսնեն։ Եվ կարիք չի լինի ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել։ Եվ երրորդ բանը, որ այստեղ ասում է միայն դրսի հատվածն են մաքրում եւ գեղեցկացնում։ Հիշում եք, չէ՞, խոսքը։ Ասում է դուք նման եք ծեփած գերեզմանների, որ դրսևան զարդարված են, բայց ներսում գարշահոտություն կա։ Այսօր աշխարհն էլ կենտրոնացած է դրսի գեղեցկության վրա։ Իսկ մենք աշխարհում էլ, չէ, ամեն բան կենտրոնացած է երևույթի վրա, բայց Սուրբ Գիրքը ինչ է ասում։ Մենք երևույթով չենք գնում, այլ հավատքով ենք գնում։ Ուրեմն ի՞նչն է մեզ համար գեղեցիկ։ Միգուցե աշխարհը կարողացել է փոխել մեր համար գեղեցիկը, բայց մեր համար գեղեցիկը Աստծո առաջ ապրելն է։ Ներսի մարդն է գեղեցիկը։ Ուրեմն շատ կարևոր է, սիրելիներ, որ ես ոչ թե ասում եմ, որ մենք մեր արտաքին տեսքին ուշադրություն չդարձնենք, բայց Աստված շահագրգռված է մեր մեջ տեսնելու հոգևոր մարդիկ, որ ոչ թե ցույց են տալիս, բայց դա չեն իրականում։ Եվ Հռոմեացիս 2:28-29 հենց դրա մասին է ասում։ Ասում է, որովհետև նա չէ հրյա, որ դրսի երևույթով է։ Կարող ենք մեր համար ասել, որովհետև նա չէ հավատացյալը, ով դրսի երևույթով է։ Եվ այն չէ թլպատությունը, որ մարմնով դրսի երևույթով է, այլ նա, որ ծածուկ հրյա է, եւ սրտի թլպատությունը հոգով եւ ոչ թե գրով, որի գովասանքը ոչ թե մարդկանցից է, այլ Աստծուց։ Եկանք ասանք տեղ։ Մարդկանցից չէ, այլ Աստծուց։ Որ այս մարդը մարդկանց առաջ չի, այստեղ թլպատության մասին է խոսում, որ 5 դակարանյան ուխտն է խորհրդանշում։ Այսօր մեր համար ջրի մկրտությունն է դա։ Մենք ջրով չենք մկրտվում, որ ասեն մկրտվածուց, հա, ես մկրտվել եմ։ Մենք ջրով մկրտվում ենք, որպեսզի հավատարիմ ծառայենք Տիրոջը, որպեսզի Աստծո առաջ ուղիղ վարվենք, սրբությամբ վարվենք։ Ամեն։ Հաջորդ բանը, որ ուզում եմ միասին նայենք, կեղծավորությունը չի խոստովանում իրականությունը, այլ կոծկում է, թաքցնում է։ Եվ մի պատմություն կա, որ կարծում եմ բոլորիս քաջ ծանոթ է, երբ որ Հիսուսը աշակերտների հետ նստած զատիկը ուտում էր եւ այսպիսի խոսակցություն եղավ, որ Հիսուսն ասեց, դա գրված է Մատթեոս 26:21-22, ովքեր նշում են, եւ նրանք ուտելիս ասեց, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մեկը կմատնի ինձ։ Եվ նրանց ամեն մեկը շատ տրտմած սկսեցին ասել։ Ուշադրություն դարձեք, նրանցից ամեն մեկը շատ տրտմած սկսեցին ասել. միթե ես եմ Տեր։ Եվ 25-րդ խոսքը. Հուդան էլ նրա մատնողը պատասխանեց եւ ասեց. միթե ես եմ վարդապետ։
Նրան ասեց. Դու ասեցիր։ Հետաքրքիր է։ Տեսնում ենք, որ բոլոր աշակերտները տրտմած ասում էին միթե ես եմ, որ ասում է Հուդան էլ հետ չմնաց էլի։ Իմանալով հանդերձ, որ ինքն է, ասում եմ միթե ես եմ։ Տպավորություն է ստեղծում, որ ես բանից բեխաբար եմ, էլի մեր ասած։ Ես ինչ կապ ունեմ։ Բայց հավատացեք, մեզանից հեռու չի սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբ որ մենք հստակ գիտենք, որ խոսքը մեզ է վերաբերվում, այնպիսի դիրք չընդունենք, իբր մենք արդար ենք։ Այսինքն չձևացնենք, հա, մի ուրիշ խոսքերով ասած։ Որ ձևացրեցինք, նրանից կարանալու ենք ծածկվենք։ Որ կոծկեցինք, մարդիկ չիմացան, բանա։ Ուր պիտի փախնենք նրա երեսից։ Այլ համապատասխան խոնարհություն ունենանք խոստովանելու մեր եղած վիճակը, ապա թե ոչ ցավոք սրտի կարող է, եթե շարունակենք մնալ այդ վիճակի մեջ, մեղմացնում եմ, էլի մի քիչ, արժանանանք Հուդայի ճակատագրին։ Բայց իրականությունը նա է, եթե բան կա, որ պետք է լավ էլ բացահայտ խոսել եւ դրանից ապաշխարել, ավելի լավ է այդպես անել, քան թե մնացածի պես։ Դե իմ կողքիները սենց են անում, ես էլ սենց անեմ, որտեղ ոնց որ իրանց արածը ընդունվում է եկեղեցում։ Կեղծավորությունը ցուցադրականություն է նաև։ Եվ մի պատմություն էլ էլի Հուդայի հետ կապված, Հովհաննես 12-ի 4-ից 5-ում է գրված, ասում է եւ երբ որ այն դեպքը եղավ, կհիշեք այն կինը այդ թանկարժեք յուղը կոտրեց Հիսուսին օծեց, Հուդայի սիրտը չտարավ դա։ Ասեց աշակերտներից մեկը Հուդա Սիմոնյան Իսկորովտոցին, որ նրան մատնելու էր։ Ինչու համար այդ յուղի 300 դենարի չծախվեց եւ աղքատներին տրվեց։ Ինչ հոգեվոր կերպարանք է, չէ՞։ Ինչ սրտացավություն է։ Ինչ կրոնավորություն է։ Մենք գիտենք, բայց որ այս խոսքը շարունակվում է, չէ՞, ասում է Հուդան հոգ չէր անում աղքատների համար, այլ որ գող էր, դրա համար ափսոսած, որ այդ կորուստը եղավ, էլի, որտեվ ասում է քսակ տնկածը վերցնում էր։ Ուրեմն ցուցադրականությունը շատ վտանգավոր բան է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբեք մի բան ցույց տուր, մի ցույց տուր, որ դու դա չես։ Որ հլատեղ չես հասել, սրա մասին դեռ կասեմ, ցույց մի տուր դա, որովհետև մարդկանց առաջ ցույց տվեցինք, բայց Աստծո առաջ դա չի երևում այդպես, մարդիկ կարող է տեսնեն հավատան։ Այսինքն պետք չէ հոգևոր ձևանալ, ցույց տալ մի բան, որը դեռ չունենք, ցուցադրական հոգևոր խոսենք, գործեր անենք, բայց իրականում մենք դա չլինենք։ Որտեղ որ հասել ես, դրա համեմատ վարվիր, ոչ ավել, ոչ պակաս, սա է Տիրոջ առաջ ուղիղ։ Ինչքան որ հասունություն ունես, հենց այդքան քեզ ցույց տուր, պետք չի ամպագորգոր ներկայանալ։ Աստվածապաշտության մեջ երբեք քո շահը չփնտրես, սա վտանգավոր վիճակ է, երբեք քո շահը չփնտրես։ Հուդան իր շահը փնտրելու համար ցուցադրական հոգևոր մի հատ ռուսի ասած կոնցերտ կազմակերպեց։ Իր շահը բավարարելու համար։ Բայց փաստը մնում էր փաստ, որ այս մարդու շարժարիտները լրիվ ուրիշ էր։ Եվ հաջորդ բանը, որ ուզում եմ ասել, կեղծավորությունը ինքն իրեն արդարացնում է եւ հետևանքը լինում է կուրություն։ Եվ Հովհաննես 9:41-ում Հիսուսն ասում է Փարիսեցիներին, դպիրներին ասում է, եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա։ Կարծես հակասական է, չէ՞ հնչում, որ կույր լինեիք, մեղք չեք ունենա։ Բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք, նրա համար ձեր մեղքերը մնում են։ Այս խոսքով Աստված մեզ սովորեցնում է,
Երբ որ մարդը փոխվելու, բժշկվելու, ազատվելու կարիք ունի, բայց ցույց է տալիս, թե ամեն բան լավ է, Տերն ասում է, քանի որ ասում եք, թե տեսնում եք, դրա համար մնում եք ձեր մեղքերի մեջ, այսինքն մեղքից ազատ ապրելու համար պետք է անկեղծ խոստովանել, ոչ թե անհիմն դավանություն անել, թե ամեն բան լավ է։ Ես հիշում եմ, որ մի քանիսին ծառայության բերումով հարցրել եմ։ Գիտեմ, որ հոգևոր վիճակը լավ չի։ Եվ ուզում ես օգնես մարդուն։ Եվ ուզում ես, որ ինքը թույլ տա, որ դու ծառայես իրան։ Հարցնում ես, ո՞նց ես աղբերս։ Ո՞նց է հոգևոր ընթացքդ։ Պակաս տեղ չկա։ Շատ լավ է։ Մի օր մի հատ եղբոր, ում շատ եմ սիրում, չդիմաց ասեց շատ լավ եմ։ Ասեցի, բա լավ, որ դու այդ վիճակը լավ ես կոչում։ Բա լավը ո՞րն է։ Խնդում ենք, բայց ցավալի է եւ փաստ է։ Գիտես, եթե կարիք ունես, որ քեզ օգնեն, լավ է անկեղծ լինել։ Տպավորությունը, որ ես ոչ մեկիդ կարիքը չունեմ, ես ամեն ինչ նորմալ է իմ մոտ։ Հա, բայց մարդու պտուղները չեն վկայում, նորմալ է թե չէ։ Մարդու գործերը չեն վկայում դրա մասին։ Եվ կարծես նրանց պատասխանել է այսպես ընչում. Ես լավ տեսնում եմ։ Ես կարիք չունեմ բժշկության, ես լավ տեսնում եմ։ Եթե մենք մեզ արդարացնենք, մենք կմնանք մեր մեղքերի մեջ, բայց եթե անկեղծ խոստովանենք, իրականում կսկսենք տեսնել։ Իրականում կսկսենք տեսնել։ Ուզում եմ ասել, Տերը, եթե դու կույր ես, բայց անունը դնում ես, որ դու տեսնում ես, դու քո մեղքերի մեջ էլ կմնաս։ Բայց եթե դու խոստովանես, որտեվ ասում ես տեսնում եմ, բայց իրականում չես տեսնում, որ տեսնեիր քո գործերը կվկայեին դրա մասին։ Եվ հաջորդ պատմությունը, կեղծավորությունը բարկանում է ճշմարտության վրա։ Եվ սա այն պատմությունն է, որ Հիսուսը 18 տարվա հիվանդության ոգի ունեցող կնոջը բժշկեց շաբաթ օրով։ Լավ, այլևս չկարդամ, համարն ասեմ, Ղուկաս 13-ի 14-ից 17-ում է գրված այս խոսքերը։ Երբ որ բժշկեց, ասում է ժողովրդապետը, հա, բարկացավ։ Բայց գոնե Հիսուսի խոսքերը կարդամ, էլի։ Տերն էլ պատասխանեց նրան եւ ասեց. Կեղծավոր, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը իր եզը կամ էշը չի արձակում մսուրից տանում ջուր տալու։ Բայց սա Աբրամի աղջիկը լինելու, որին սատանան ահա 18 տարի է որ կապել էր, արժանի չէր, որ շաբաթ օրը այն կապակից արձակվեր։ Եվ երբ որ նա այս ասեց, ամոթով էին լինում ամենքը, որ հակառակվում էին նրան, եւ բոլոր ժողովուրդը ուրախանում էր այն փառավոր գործերի համար, որ նրանով լինում էին։ Երբեմն մենք էլ, չէ, բարկանում ենք այնպիսի բաների վրա, որոնք մենք էլ ենք անում։ Գիտենք, որ Ռոմեացիս 2-րդ գլխի առաջին խոսքերը այս մասին ասում է, մենք դատում ենք մարդկանց նրա համար, ինչը մենք էլ ենք անում։ Մենք նույնն ենք անում։ Միգուցե նույնը չես անում, բայց նմանատիպ բաներ հաստատ անում ես։ Եվ այս ժողովրդապետը, որ մեղադրում էր, եւ էլի կային հակառակվողներ այդտեղ, որ մեղադրում էին Հիսուսին շաբաթ օրը բժշկություն անելու համար, Հիսուսն ասում է, լավ, ուզում ես ինչքան կարելի է կույր լինել, ինչքան կարելի է չսիրել, այդ քո անասունը ավելի լավն է, քան սա, որ Աբրամի աղջիկը 18 տարի է սատանայի կողմից կապված եւ կարիք ունի բժշկության։ Բայց գիտես, երբ որ Աստծո խոսքը ասում է, մենք նոր սկսում ենք հիշել։ Մտածում եմ իրանք մոռացել էին, որ շաբաթ օրով տանում էին։ Կարծում եմ հանդիմանվեցին այդ ժամանակ ու գրված է տենց էլ։ Ասում է ամոթով էին լինում ամենքը, որ նրան հակառակվում էին։ Գիտես ով է ամոթով մնում։ Ով որ բացահայտում է, որ իրոք այդ բանը կա էլ իր կյանքի մեջ։
Որ չլներ կասեին, չէ, այդպես բան չենք անում մենք։ Բայց ամոթով մնացին, որովհետև Տերն ինչ ասում էր, ճշմարտություն էր։ Կեղծավորությունը մի բան է, որի մեջ մնալը մի օր մեզ ամոթով է թողելու մարդկանց եւ Աստծո առաջ։ Եվ դրա համար շուտապույտ պետք է ազատվել դրանից։ Ազատվել է պետք դրանից։ Ինչպես ասվում է, չէ, ժողովրդական այսպիսի խոսք ունենք, ճշմարտությունը ցավոտ է։ Երբ որ ճշմարտությունը մարդ լսում է, մանավանդ որ իրա մասին է, իրան է բացահայտում, ցավոտ է։ Դուրեկան չի, որ քո մեղավոր լինելը դու ընդունում ես։ Բայց այդ ցավը բժշկության պատճառ է լինելու։ Բայց երբ մարդը ընդունում է ճշմարտությունը, նա բժշկվում է ու ազատվում է։ Ուրեմն սիրելիներ, շատ կարևոր է քննենք մեզ, որ չլինի թե ուրիշների մեղքերը շատ վառ տեսնենք գունավոր, բայց մենք իմ նման սուրբ չկա։ Կեղծավորությունը հավանում է ճշմարտանմանը, բայց ոչ ճշմարտությունը։ Ինչու, որովհետև ճշմարտանմանը հեշտ է եւ գին չի պահանջում, բայց ճշմարտությունը գին ունի, որ ոմանք խուսափում են այդ գինը վճարելուց։ Ճշմարտանմանը հեշտ է, կարանք ցույց տանք, կոծկենք, ձևացնենք, ցուցադրական, ինչ որ բաներ անենք, ուրիշներին մեղադրենք, որպեսզի մենք մեր անձը արդար ցույց տանք։ Սա հեշտ տարբերակ է։ Բայց այս հեշտ տարբերակը կոչվում է կեղծավորություն, եւ կեղծավորությունը այն ցուցակի մեջ է, որոնց անունը գրված չէր կյանքի գրքի մեջ։ Ցավալի է, բայց այսպես է, սիրելիներ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես անկեղծ չեմ եկել համոզել, որ մենք կեղծավոր ենք։ Որ մենք այլ եկել եմ հորդորելու, որ զգուշանանք այս հոգևոր հիվանդությունից, որ տարիների ընթացքում փարիսեցի չդառնանք, այլ Քրիստոսանման դառնանք։ Որովհետև կեղծավորությունը ավելի շատ վտանգ, կործանում եւ այսպես կարելի է ցուցակը շարունակել, բերում է եկեղեցու մեջ։ Դες որ մարդը ասուն չի ճանաչում աշխարհի մեջ ապրում է, ինքը կարա կեղծավորել լինի եւ նմանատիպ շատ բաներ լինի։ Բայց որ մարդը եկել է եկեղեցի, ընդունել է Քրիստոսին, գիտես մարդը սկզբում կարող է կեղծավորության մեջ չընկնի, բայց մարդը կարող է իր առաջ սխալ օրինակներ ունենա եւ ինքն էլ սկսի իրանց նման վարվել։ Բայց մարդը կարող է տեսնել ու կրկնօրինակել։ Բայց մենք կանչված չենք աստվածապաշտության խաղալու, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք կանչված ենք ճշմարտությունը ընդունելու, ճանաչելու, որպեսզի ճշմարտությունը մեզ ազատի, որպեսզի մեր կյանքը նորոգվի, բժշկվի եւ մենք ազատ լինենք ցանկացած տեսակ կեղծավորության դրսևորումից։ Ամեն։ Առաջարկում եմ կանգնենք Տիրոջ առաջ։ Եվ սրտանց մեր աղոթքը բերենք մեր Աստծուն։ Եթե մի բան կա, որ բացահայտեցիր, որ ոնց որ դու ես ընկել այդ գայթակղության մեջ, դու ես այդպես քեզ դրսևորել, խնդրում եմ քեզ արդարացնելու մտքերը դիր մի կողմ։ Ես էլ ձեր հետ միասին։ Բայց Տիրոջ առաջ անկեղծ սրտով գանք եւ խնդրենք։ Ասենք Տեր, մենք քո կարիքն ունենք։ Խնդրում ենք քեզ, որ ներես մեզ եւ բժշկես մեր կյանքը։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք այն ամենի համար, որ դու արել ես եւ շարունակում ես անել մեր կյանքերի մեջ։ Շնորհակալ ենք քո խոսքի համար, որ քո խոսքը բժշկություն է բերում։ Շնորհակալ ենք քեզանից, թանկագին մեր Տեր։ Քո առաջ խոնարհեցնում ենք մեր անձերը եւ խոստովանում ենք, Տեր, որ այո, ինչ որ հարցերում ընկել ենք կեղծավորության մեջ։ Եվ խնդրում ենք քեզ, որ ներես մեզ, Տեր։